Շնորհակալություն, հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Մեծարգո պարոն Փաշինյան, վերջերս պատասխանելով լրագրողների հարցերին դուք նշեցիք, որ 26 թվականին պաշտպանական ծախսերի էական ավելացում հնարավոր է որ չլինի կամ ընդհանրապես ավելացումներ չլինեն։ Եվ այս հայտարարությունը տարընկալումների տեղիք տվեց եւ որոշակի շրջանակների կողմից մեկնաբանվեց որպես պաշտպանական ծախսերի էական նվազում եւ այլն եւ այլն։ Ես խնդրում եմ պարզաբանեք, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային անձեռնմխելիությանը, տարածքային եւ սահմանային անձեռնմխելիությանը միտված մեր պաշտպանական ծախսերին ինչպիսի դինամիկա է սպասվում աշխարհակաղակական այս process-ների իրականության պայմաններում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, բայց իրադրությունը ամբողջական ընկալելու համար մենք պետք է արձանագրենք, որ 2025 թվականի, 2024 թվականի բյուջեի համեմատությամբ մենք պաշտպանական ծախսերի շատ էական եւ կտրուկ աճ ենք ունեցել։ Ընդ որում այդ էական եւ կտրուկ աճը պայմանավորված է եղել նախ որոշակի հրատապ կարիքներով, այսինքն մենք 25 թվականին, ես հիմա կներեք, փնտրում եմ թվերը, որպեսզի ձեռքիս տակ լինի, բայց չեմ գտնում, բայց էական չի, երևի կգտնեմ։ Ուրեմն մենք 25 թվին, 24 թվի համեմատությամբ ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ աճ, անհամաչափ մեծ աճ։ Եվ մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր, եւ այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում պաշտպանության ոլորտում։ Այսինքն այն վարկերը, որոնք իրականացվել են, ուղղվել են պաշտպանությանը, այն որ մենք պետք է, ասենք 2030 կամ 35 թվականին մարենք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք, բայց ոչ միայն։ Եվ հիմա եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերը ունեն բնականon աճ 2024 թվականի նկատմամբ։ Այսինքն ֆորմալ թվաբանությունը մի բան է, բայց այսպես ասած բնականon իրականությունը մեկ այլ բան է, եւ եթե օրինակ այդ կտրուկ ծախսը, ծախսերի կտրուկ աճը 2025 թվականին 115 միլիարդ դրամի կտրուկ անհամաչափ աճը չլիներ եւ լիներ բնականon սովորական այն նախորդող կամ սովորականից էլ ավելի մեծ իրավիճակը, մենք կունենայինք 23, 24, 25, 26 թվականների այսպես բնականon աճ։ Եվ այն, որ 26 թվականին, 25 թվականին նկատմամբ մենք չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, կախված է եւ նվազումը նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ։ Բայց կան նաեւ ուրիշ գործոններ, որը ըստ անհրաժեշտության ես կարող եմ խորհրդարանին դռնփակ ռեժիմով տեղեկատվությունը կիսել, որպեսզի իրադրությունը ավելի պարզ լինի, բայց ես թույլ տվեք իմ համոզմունքը արտահայտել, որ այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք կամ չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը կամ խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը մենք բնականon զարգացման process-ի մեջ ենք եւ այդ բնականon զարգացումը շարունակվելու է։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, Պաստորեն մենք հստակ կարող ենք ֆիքսել, որ կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ի կատարելացում, որևէ բան չի կրճատվում, որևէ ծրագիր հետ չի մնում, որևէ տեմպ չի դանդաղում եւ ամեն ինչը գնում է պլանի եւ ծրագրերի համապատասխան։ Շնորհակալություն։ Տեսեք, ելի եմ ասում, 25 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ տեղի ունեցել եւ այդ կտրուկ աճը մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների եւ պարտքի սպասարկման
անհրաժեշտությունների հետ։ Մենք որոշել ենք ուղղակի, որ այն պարտքի կտորներ, որ պետքա 1, 2, 3, 4, 5 տարում փակեին, ապագա որևէ մի փուլում, մենք հիմա կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, կոնսոլիդացրել ենք այդ պարտքը հիմա ենք փակել։ Եվ եթե այդ պարտքի կտորը հիմա ուղղակի այս ամբողջ խոսակցությունից հանենք եւ վերցնենք թվերը սրանից դուրս, մենք կունենանք այսինքն մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականon աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել ենք եւ գուցե մի փոքր էլ ավելի։ Շնորհակալություն։